Ողջույն, Բուն TV-ի եթերում Sport Podcast Թեթանոսի հետի հերթական թողարկումն է եւ այս թողարկումը երևի թե սպասված է ֆուտբոլասեր հանրության համար։ Ինչու, որովհետեւ ինչ այս նոր եթերաշրջանը սկսել ենք, արդեն երկու թողարկում գնացել է եթեր եւ փաստացի են ոչ մի բառ ֆուտբոլի մասին չի եղել։ Ոչ մի բառ ասել իհարկե մի քիչ ուռճացրեցի, բայց ամեն դեպքում բավական լուրջ բլոկ մենք ֆուտբոլին չենք տվել եւ այսօր այդ բացը լրացնելու ժամանակն է եկել։ Երկու հիմնական թեմա ունենք, քանի որ մեր թողարկումների շրջանակներում երևի նորույթ չէ, որ շատ լուրջ մասնաբաժին ունի հայկական ֆուտբոլը, խոսելու ենք հայկական ֆուտբոլի վերջին շրջանի իրադարձությունների, հատկապես որ սուպերգավաթային շատ հետաքրքիր մրցամարտ տեղի ունեցավ, այսպես անվանեմ, երկու ակումբների միջև, որոնք որ հեգեմոն են համարվում հայկական ֆուտբոլում եւ նրանց միջև պայքարը հատկանշական է, հետաքրքիր է, մարդիկ շատ ուշադրություն են դարձնում, հատկապես նաեւ հաշվի առնելով Նոայի եվրագավաթային հաջողությունները եւ այժմ նրանց դիրքը մրցաշարային աղյուսակում, Արարատ Արմենիա եւ Նոայի միջև սուպերգավաթային մրցավեճը, ինչ որ լրացուցիչ հետաքրքիր անտուրաժ ուներ, իր շուրջ ֆուտբոլային աժոտաժ էր ստեղծել, բացի դրանից Հայաստանի առաջնությունը Fastex Premier League-ան, որը վերսկսվել է եւ արդեն կարելի ասել թափ հավաքել, ընթացք է ստացել, մենք մի փոքր էլ կխոսանք այդ մասին, չնայած նրան, որ այժմ էլ հիմա ընթացքի մեջ է եւ ավարտված չէ հերթական մրցափուլը, պետք է ընդհանուր առմամբ դիտարկումներ անենք, սակայն հաշվի առնենք, որ նախ եւ առաջ կան ակումբներ, որոնք որ ավելի քիչ հանդիպումներ են անցկացրել, պլյուս տուրը ավարտված չէ։ Դե իսկ հետագայի համար, հաղորդման երկրորդ մասի համար պատրաստել ենք, ինչ ասեմ, Չեմպիոնների լիգան ենք պատրաստել այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ սիրում են ամսագրային տեսք ունեցող ֆուտբոլ, այլ ոչ թե մեր տեղական ֆուտբոլը, սիրում են ֆուտբոլն իր մաքուր իմաստով, էտալոնային ֆուտբոլի սիրահարներ են, այսպես ասենք, եւ նրանց համար խոսելու ենք երևի ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր իրադարձության մասին, Չեմպիոնների լիգայի մասին, քննարկելու ենք տեղի ունեցած հանդիպումները 1/8 եզրափակիչում եւ տեղի ունենալիք, քանի որ այս հաղորդումը երբ գնա եթեր, այդ ընթացքում արդեն մեկ հանդիպում սկսված կլինի, դե երեկոյան մի քանի ժամ անց տեղի կունենան ել ավելի հետաքրքիր դիմակայություններ, քանի որ Sporting Bodyoglimte ամենասպասվածներից մեկը չես անվանի, չնայած հիմա արդեն ինձ թվում է Bodyoglimte-ի սիրահարներ անգամ Հայաստանում գտնված կլինեն, առաջացած առավել եւս, դե իսկ հաջորդ օրը արդեն կամփոփվի եւ մենք կիմանանք հաղորդ եզրափակչի բոլոր մասնակիցներին։ Այսքանը նախասահմանեցի մեր քննարկելիք թեմաների մասին։ Հա մի փոքր էլ անդրադարձ Ֆորմուլա 1-ի երկրորդ Grand Prix-ի մասին ենք խոսելու։ Այդքանը կարծում եմ առավել քան բավարար է մեր այս տարվա երրորդ թողարկման համար։ Դե ինչ, շարժվենք առաջ։ Չնայած Երևանում ոչ միանշանակ եղանակային պայմաններ են վերջին շրջանում, բայց մարտի 12-ը կարծես թե ինչ որ ձև տենց բոլոր գործոններով համընկավ, որ այդ օրը լինի որոշ չափով ջերմաստիճանի տեսանկյունից, տեղումների տեսանկյունից ընդունելի ֆուտբոլային հանդիպման համար։ Շատ կարևոր էր, քանի որ հանրապետական մարզադաշտը ընդունել էր սուպերգավաթային մրցավեճը, Նոան հանդիպում էր Արարատ Արմենիային։ Այս թողարկման մեկնարկային այդ մտքերի ընթացքում ես սահմանեցի երևի թե ինչով է պայմանավորված այս երկու ակումբների միջև հանդիպումների կարևորությունը, քանի որ նրանք նախորդ տարի իրար միջև պայքարել են թե չեմպիոնության համար, թե գավաթի համար, արդյունքում հաղթող դուրս եկավ Նոան եւ հիմա էլ այդ հերրակա պայքարը մի տեսակ կարելի ասել շարունակվում է, ցենց խորհրդավոր ու հետաքրքիր է անգամ կոնֆերենցիաների լիգայում այն ակումբը, որը որ դուրս էր թողել Արարատ Արմենիային պայքարից, հիմա արդեն կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆում բաժին է հասել այն թիմը, որը որ դուրս
թողեց պայքարից Նոային, Ազե Ալկմարը, առաջի խաղը դեպ Ազե Ալկմարը հաղթեց սեփական դաշտում 2-1 հաշվով։ Կարճ ասած, sense հերակա համեմատությունների, քննարկումների առիթ ու առարկա է այս դիմակայությունը, այնպես որ սուպեր գավաթային մրցավեճը, որը որ Հայաստանում ավանդապես ինչ որ երկրորդական, երրորդական մրցանակի համբավ ու հեղինակություն ունի, sense իր շուրջ գրավել էր շատ մեծ ուշադրություն։ Իդեպ դա բյուրեղացավ երևի թե ստադիոնում նմանը չունեցող երկրպագուական շարժումների քանակով, ինտենսիվությամբ եւ առհասարակ հանդիսատեսի ներկայությամբ գրեթե 15000, 14000 ինչ որ փոքրիկ պոչիկով հանդիսատես ընդունող հանրապետական ստադիոնում կարծես թե մոտ մի 3500-4000 հանդիսական էր հավաքվել, որը շատերիդ կարող է թվալ դա մեղմ ասած կեսը չէ անգամ, այո, կեսը չէ հանրապետականի, բայց կրկնում եմ սուպեր գավաթային մրցավեճը դա հայկական ֆուտբոլում ավանդապես անցկացվող մեկ հանդիպումից բաղկացած դիմակայություն է, որի նկատմամբ հաճախ հետաքրքրությունը զրոյանում է ինչ որ պատճառներով պայմանավորված, հա։ Սուպեր գավաթային մրցավեճի նկատմամբ հետաքրքրության ինչ որ անկում կամ նրա այդ հանդիպումը ինչ որ օրացուցային պլանում ինչ որ մի տեղավորելու խնդիր է հաճախ առաջանում, քանի որ նախորդ մրցաշրջանի գավաթակիրն ու առաջնության չեմպիոնը կամ այդ ոսկե դուբլ գրանցած ակումբը շատ հաճախ իր օրացույցը այլ պրիորիտետներով է սկսում լցնել, հա, օրինակ պայքարում է առաջնությունում, շարունակում է պայքարել գավաթում, իսկ Նոայի դեպքում այս տարին անգամ սկսեց եվրագավաթային հանդիպումներով, այնպես որ չես կարող ասել թե ինչպես տեղավորել, որտեղ տալ կարևորություն, հա, որ հանգամանքներում այդ կարևորությունը գտնել եւ ստեղծված պայմաններում ոնց որ կարևորությունը եկավ իջավ այս տիտղոսի վրա Հակոբ Տոնոյանի անվան սուպեր գավաթը ինչ որ կարևոր մրցանակի աուրա ստացավ այն իմաստով ոչ թե ինքը տիտղոսը սկսեց կարևորվել, այլ այն, որ Արարատ Արմենիան, որը մրցաշարի աղյուսակում այս պահին արչևում է, Նոային հաղթել է վերջին դիմակայությունում, դրանից առաջ էլ գրանցվել է ոչ ոքի, հետաքրքիր էր եւս մեկ անգամ տեսնել նորից կամ վերահաստատել կամ հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ Արարատ Արմենիան հաղթում է իրար միջև դիմակայություններում եւ արդյոք Նոան կարողանում է վերադառնալ հայաստանյան իրականություն եվրագավաթային այդ տրամաբանությունից ամեն դեպքում այդ եւ այլ առումներով միանշանակ ամենահետաքրքիր դիմակայություններից մեկն է։ Հա, եթե ինքնին հանդիպման մասին խոսենք, շատ բան չկա ասելու, միանշանակ է որ հանդիպման զարդը դա Զիդան Բանջակի խփած գնդակն էր, հերար ֆանտաստիկ հարված, որից հետո Արարատ Արմենիան առաջ անցավ, հետո արդեն Նոան կարողացավ մեծացնել ճնշումը եւ այդ ճնշումը հանգեցրեց նրան, որ Արարատ Արմենիան խախտում թույլ տվեց սեփական տուգանային հրապարակում 11 մետրանոց Հելդեր Ֆերեյրան հավասարեցնում է հաշիվը 1-1 երկրորդ խաղակեսում իդեպ եթե Նոան փորձում էր գնդակ պահել եւ ճնշում գործադրել դա տեղ-տեղ իհարկե պահերով իրեն արդարացնում էր, բայց եւ Նոան լինում էր դեպքեր, երբ այդ ուշադրությունը կորցնում էր եւ մի անգամից Արարատ Արմենիան նետվում էր առաջ, փորձելով հենց հիմնական ժամանակում երկրորդ անգամ պատժել եւ հաղթանակ կորզել, սակայն դա տեղի չունեցավ եւ թմերը գնացին միանգամից հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի 1-1 հաշվի ոչ ոքի պայմաններում։ Այստեղ արդեն 5-3 հաշվով հաղթանակ տոնեցին Նոայի ֆուտբոլիստները, երկու վրիպում թույլ տվեց Արարատ Արմենիան, նախ չկարողացավ մրցակցի դարպասը գրավել Արայիկ Էլոյանը, հետո արդեն տեղի ունեցավ արդեն Ժիրայր Շաղոյանի կողմից, որը դարձավ հաղթական տիտղոսի տեսանկյունից հաղթական Նոայի համար։ Այսպիսով երկրորդ անգամ է Նոան նվաճում Հայաստանի սուպեր գավաթը եւ կարելի ասել, որ այդ պահից սկսած իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելու է գավաթի խաղարկության եւ առաջնության վրա։ Մեծ հաշվով, եթե գլոբալ ֆուտբոլի զարգացման տենդենսների հրամայականների տեսանկյունից նայենք, այո, մենք թղթի վրա գրանցում ենք, որ հանդիպումը տեղի ունեցավ, որոշակի հետաքրքրություն կար, Նոան
այն եվրագավաթային փորձը, որ կուտակել էր հանդիպումների անցկացման տեսանկյունից, կազմակերպման տեսանկյունից, իր մասը արեց, նույնը արեց Արարատ Արմենիան, ֆանզոնաների տեսանկյունից, նաև հյուրասիրության, վաճառակետերի աշխատանքի, որը մեծ հաշվով գրեթե երբեք չես տեսնի սովորական հանդիպումների ընթացքում, կարճ ասած ակումբները ապահովեցին իրենց կողմից ամենահետաքրքիր շուրջ ֆուտբոլային աշխարհի հետ կապված այդ մանր, բայց կարևոր թելերի առկայությունը։ Հիմա ֆուտբոլային հատվածը կազմակերպչական տեսանկյունից, այո, նույնպես կարող են գրանցել, որ այն տեղի ունեցավ առանց որևէ մեծ հաշվով ինչ-որ խնդրի, խնդրահարույց իրավիճակների, երկրպագուները ակտիվ էին, ամեն ինչ նորմալ է։ Հայկական իրականությունում հա մի քանի հազար երկրպագու, որ առավել քան լավ է։ Բայց եկեք հասկանանք ամբողջ աշխարհում ինչպես է տրվում կարևորություն սուպերգավաթին։ Սուպերգավաթին տրվում է կարևորություն արտաքին միջամտությունների շնորհիվ, հա, մենք չենք հավակնում ինքներս մեզ դասել եվրոպական top օրինակ 10 առաջնությունների շարքին, որոնք որ կարող են պարզապես իրենց լավագույն ակումբներին վերցնել ու գնալ ինչ-որ մի երկիր սուպերգավաթ խաղալ։ Ոչ, բայց ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել։ Պետք է հասկանալ, որ սա տիտղոս է, որի համար արժե պայքարել, որի շուրջ պետք է ստանդարտ պրոցեդուրաներից բացի, հա, այն ստանդարտ քայլից, որը կազմակերպչական տեղի է ունենում, նախախաղային հավաք, քննարկում, մրցավարների ապահովում, բաներ, սուպերգավաթի, դա բավարար չէ ընկալելու համար, որ սա հանդիպում էր, որը կոչվում է ինչ-որ մի երկրի սուպերգավաթային տիտղոսի հանդիպում։ Պետք է փորձել այն վաճառելի արտաքին տեսք ստանա, ապահովվի, որով եւ մատուցվի արդեն լայն հանրությանը։ Ինչպես է դա հնարավոր անել, կրկնում եմ, շնորհիվ նրա, որ Հայաստանում կան ակումբներ, որոնց միջև հակամարտությունը արժի ինչ-որ մի բան, իսկ Արարատ Արմենիայի ու Նոայի հակամարտությունը, նրանց միջև մրցակցությունը, անգամ եթե նրանց չվերցնենք, այլ ակումբներ վերցնենք, Ալաշկերտին, Փյունիկին, Ուրարտուին, բոլորը այս պահի դրությամբ իրենց շուրջ իրենք կարևորություն ստեղծող, ֆուտբոլ խաղացող եւ իրենցից ֆուտբոլային արժեք ունեցող ակումբներ են, հայկական իրականությունում բավական կայուն եւ ամուր անուններ եւ հավատացած եմ, որ նրանց միջև եւս մեկ տիտղոսի համար պայմանական եկող մրցաշրջանում կլինի, 3 տարի հետո կլինի այս բոլոր թվարկածս ակումբների միջև հնարավոր դիմակայությունը սուպերգավաթի համար ունենալու է արժեք։ Այդ արժեքի հետ եթե մենք հաշվի չենք նստում եւ թողում ենք, որպեսզի այն այդտեղ էլ մնա, ակումբները ինչ որ մի ձև այն կհարստացնեն, չէ, ապա դե ֆուտբոլի ֆեդերացիան պարզապես կազմակերպչի կարգավիճակով այն կանցկացնի, մենք կգրենք, որ Հայաստանը ունի սուպերգավաթակիր եւ այդքանով կսահմանափակվեն։ Կարծում եմ, որ եզրափակիչ եւ կրկնություն արդեն թվացող միտքս հետեւյալն է, որ հիրավի այս տիտղոսից կարելի է ստանալ գեղեցիկ հանդիպում, հետաքրքիր մարզական շոու, իրադարձություն, եթե օրինակ խաղից առաջ տեղի ունենա փոքր pre-match half-time show, հա, եւ դրան հաջորդի հետաքրքիր արարողություն, մինչև այդ լինի գովազդային արշավ եւ այն ստանա ինչ-որ գեղեցիկ գլյանցվի ամսագրային տեսք։ Հավատացած եմ, կրկնում եմ, այս հանդիպումը ել ավելի հետաքրքրություն կառաջացնի իր շուրջ։ Հիմա արդեն մնանք Հայաստանում, բայց թեքվենք դեպի Հայաստանի առաջնություն։ Իրադարձությունները մեկը հաջորդում է մյուսին, նաև դա պայմանավորված է նրանով, որ աղյուսակի վերնամասում խտությունը մեծ է եւ փաստացի այս պայդրությամբ, ինչպես կհիշեք, մուտքի խոսքումս նշեցի, որ 18-րդ տուրը ընթացքի մեջ է եւ արդեն տեղի ունեցած մեկ շատ կարևոր հանդիպում ավարտվել է տուրի տեսանկյունից, առաջնության տեսանկյունից Փյունիկը 18-րդ տուրի սեփական արկիտակ հանդիպումում, որը իդեպ արդեն տեղի է ունենում Ավանի ակադեմիայում, իսկ Արարատ Արմենիան արդեն սեփական արկիտակի խաղերը կընդունի Աբովյանի քաղաքային Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, Հայև Փյունիկը արդեն նոր սեփական արկիտակ
հանդիսացող Ավանի ակադեմիայում 1-0 հաշվով կարողացավ պարտության մատնել Վահե Գևորգյանի Ալաշկերտին միակ եւ հաղթական գոլը իր հաշվին գրանցեց Մոմո Յանսանեն, որը կարծես թե երկու խաղում փաստացի 3 գոլի հեղինակ է դառնում եւ ըստ էության չնայած առաջնության կեսից է հայտնվել Հայաստանի առաջադրում, տպավորություն է, որ նա կարող է անգամ ռմբարկուների ցանկի առաջին եռյակում տեղ գրավելու համար պայքարել։ Այս պայդրությամբ ընթանում է շուտով կսկսվի նաև մեկ այլ կարևոր հանդիպում Արարատ Արմենիան, որը իր հանդիպումը տուրի դեռևս չի անցկացրել, սեփական արկիտակ կընդունի Վանին, Վանը, որը բավական մոտ է Նոային, 6-րդ հորիզոնականում է, եւ Արարատ Արմենիան եթե կարողանա հաղթել, նորից կվերագրավի, հետ գրավի Փյունիկից առաջին հորիզոնականը, իդեպ հիշեցնեմ, որ Փյունիկը մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։ Եվս մեկ մտքերի շարք ունեմ արդեն Գանձասարի մասին։ Տպավորություն է, որ այդ ակումբը իր կազմակերպչական, ադմինիստրատիվ անձնակազմով եւ այլն տարբեր գործոններով շատ է զիջում այլոց, սակայն թերևս առաջնության երկրորդ մասի արդեն ինձ համար գլխավոր անակնկալն է։ Ամեն անգամ ինձ թվում է, որ Գանձասարի դեպքում ինչ-որ պահ է լինելու, երբ այն ֆորմալ առումով պարզապես արկայությունը իր առաջնությունում պետք է պահի, եթե ստացվի միավորներ կորզել, կկորզի, եթե չէ, ապա կբավարարվի այնքան միավորով, որով որ մինչև այս հասցրել է հավաքել, բայց բանից պարզվում է, որ ես ամբողջությամբ սխալվում եմ, այս առաջնությունում նրանք երկու գնդակի առավելություն ունեին եւ գրեթե հաղթում էին Ուրարտուն խաղաց մի կերպ ոչ ոքի, մեկ միավոր կորզեց, հետո էլ Գանձասարը արդեն կարողանում է հաղթել հետնապա Արարատին, իդեպ Արարատը մինչ այդ էլ առաջին հաղթանակներ տոնել եւ թվում է թե ոգևորության ալիք կարող է լինել հնարավորություն, որ Գանձասարին եւս մեկ հաղթանակով միավորների պաշարը հասցնի 9-ին եւ արդեն մի տեսակ տպավորություն կստեղծվի, որ Արարատը կարող է մրցաշարի այս գարնանային հատվածում ինչ որ մի կերպ փրկվել եւ դուրս գալ վերջին հորիզոնականից, բայց չէ, արի ու տես, որ Գանձասարը շատ ավելի ամուր ու թիմի տեսանկյունից նաեւ կարող թիմի տպավորություն է թողնում, քան նույն Արարատը։ Ում դեպքում այդ հաղթանակը մի տեսակ տրամաբանությունից ու նախորդիվ տեսածից դուրս թված եւ մի պահ ցանկություն առաջացավ մտածելու, որ ահա գլխավոր եւ կարևոր փոփոխությունը երևի թե այնտեղ տեղի ունեցավ, հիմա տեսնենք թե Արարատը ինչպես առաջ կընթանա, բայց արի ու տես, որ կրկնում եմ, Գանձասարը արդեն 4 միավոր է վաստակել, 14 միավոր ունի, 8-րդ տեղում է, 1 միավոր է հետ մնում ԲԿՄ-ից, հավասար խաղեր են անցկացրել, ոչ ոք չունի նրանցից ավել պակաս խաղ անցկացրած եւ կարելի ասել, որ ստորին հատվածի գլխավոր ու հետաքրքիր պայքարներից մեկը կլինի ԲԿՄ-ի եւ Գանձասարի միջև եւ արդեն տեսնես թե այնտեղ Վանը ինչպես կանցկացնի գալիք, օրինակ երկու հանդիպում իրար վրա Վանը պետք է խաղա Արարատ Արմենիայի դեմ, նախ այսօր մրցակցի արկիտակ, հետո արդեն սեփական եւ դրանից էլ կախված հնարավոր է այս եռյակում Վան ԲԿՄ Գանձասար տեղի ունենան փոփոխություններ։ Թերևս այսքանը առաջնությունը թևակողում է շատ կարևոր փուլ, երբ արդեն ամեն մի հանդիպում կարելի ասել կրկնակի կարևորություն է ստանում։ Այստեղ ամեն մի միավոր, ամեն մի գնդակ լրացուցիչ գործոն է դառնում ընդհանուր մրցաշարային աղյուսակի տեսքի տեսանկյունից եւ այն թե իրոք այս գերթեժ պայքարը ինչպիսի վերջնական տեսք է ստանալու արդյունքում ինձ համար կրկնում եմ Հայաստանի առաջնությունը ամենաթերագնահատված միաժամանակ ամենահետաքրքիր առաջնություններից մեկն է։ Ես չեմ համեմատի անգամ շատ եվրոպական առաջնությունների, շատերի համար դա կարող է անպագորգոր թվալ, բայց թվում է թե այնտեղ շատ հարցերի պատասխաններ մեծ հաշվով տրված են, նայում ես միավորների տարբերությունը, հասկանում ես, որ իրար միջև բազմաթիվ հանդիպումներ շատ հաճախ անցնում են տխուր պայքարում, մեծ հաշվով միակ բանը, որ գեղագիտական հաճույք է պատճառում, օրինակ Գերմանիայի առաջնությունում դա հավատացնում եմ ստադիոններն ու երկրպագուներն են, երկրպագուների առկայությունը, ակտիվությունը, երգերը եւ միայն։ Իսկ հա ֆուտբոլային եւ հարազատության տեսանկյունից սա առաջնություն է, որ ինձ գրավում է ել ավելի շատ, քան բազմաթիվ, կրկնում եմ, եվրոպական թոփ առաջնություններ։ Այսքանը
Եվ գնում ենք մեկ level ավելի բարձր, արդեն եվրոպական անգամ ներքին առաջնություններից գնում ենք դեպի Չեմպիոնների լիգա, հավատացնում եմ այստեղ հետաքրքրության չափաբաժինը տենց հատում է բոլոր հնարավոր անհնարին սահմանագծերը։ Չեմպիոնների լիգա, ակումբային մրցաշար, առանց որի համաշխարհային ֆուտբոլը պարզապես գոյություն ունենալ չի կարող։ Ես չեմ հավատում, որ կա աշխարհում եւս մեկ նման ակումբային մրցաշար, առանց որի, որ մեծ հաշվով չես կարող ասել, որ երկիրն է ուժեղ, որ երկրում է ֆուտբոլ առաջ գնում, որն է տեղում դոփում է, որն է գնում հետ գերարագություններ զարգացրած։ Եվ այս մրցաշարը հին աշխարհամասում ինչ որ լուրջ չափորոշիչ է։ Այստեղ հաջողակ ես, ուրեմն քո մոտ ինչ որ ֆուտբոլային կյանքը ճիշտ տեղում է, ճիշտ ձևով ես առաջ գնում, դեռ ավելին մեծ հաշվով դու ճիշտ ձևով ես զարգացնում քո ազգային ֆուտբոլը։ Այսպես ձևակերպեմ։ Հիմա չգիտեմ, իրոք Չեմպիոնների լիգայի հետ կարող եմ համեմատել միայն ֆուտբոլի Եվրոպայի ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունները։ Թե կազմակերպչական, թե իր շուրջ աժոտաժի հետաքրքրության տեսանկյունից, բայց դա հավաքականների մակարդակով մրցաշարեր են, սա ակումբային։ Ու հիմա Չեմպիոնների լիգայի այս 1/8 եզրափակիչ առաջին դիմակայությունները, որոնք որ ավանդապես անցնում են ավելի համեստ եւ ինչ-որ կաղապարված վիճակում են թիմերը մոտենում, ոչ մի փորձարկում չեն փորձում անել եւ հաճախ թողնում են երկրորդ խաղի վրա հարցերի լուծումը։ Իհարկե նման դիմակայություններ ունենք, որտեղ որ հարցերը տեղափոխվեցին երկրորդ դիմակայություն։ Կսպասեն երկրորդ 90 րոպեներին, բայց մեծ հաշվով 1/8 եզրափակչում այս աստիճանի շատ հանդիպում, որտեղ որ 90%-ով հարցի դիմակայությունում հաղթողի հասցեն արդեն հայտնի է, նման բան օրինակ ես չէի սպասում։ Եվ հենց դա այն հիմնական գործոններից մեկն է, որը unique է դարձնում հենց Չեմպիոնների լիգան որպես մրցաշար։ Վերցնենք առաջինը։ Այստեղ ցանկով եմ ես գնալու, հետո արդեն մի հետաքրքիր զուգադիպության, մի քանի հետաքրքիր զուգադիպությունների մասին եմ խոսալու։ Paris Saint-Germain Chelsea, ով կսպասեր, որ այստեղ երբ որ Chelsea-ն բեկեց հանդիպման ընթացքը, կարծես թե վերադարձավ Խվիչակ Վարացխելյան փոխանցման մտավ, հանդիպումը բեկեց, գոլային փոխանցում, գոլեր եւ թվում է թե 5-2։ Պատկերացնում եք Փարիսցիները սեփական հարկի տակ 5-2 հաշվով հաղթել են Չելսին, մեծ հաշվով կարելի ասել, որ ոչ թե 90%-ը, գոնե 80%-ը հարցերի պատասխան ստացել են։ Չնայած Չեմպիոնների լիգան հենց դրանով է արտարոց, որ կարող է ինչ-որ գեր սուպեր անակնկալ մատուցել։ Երկրորդ մեծ անակնկալը գլխավոր անակնկալներից մեկը, հա, այս մրցաշարի թիմ, որը դուրս է եկել արդեն play-off-ից հաղթել է, անցել է Յուվենտուսին, Գալաթասարայը, իդեպ երկրորդ հանդիպումում նրանք հաղթեցին 5-2 հաշվով, առաջին խաղում, հա, եւ արդյունքում հայտնվելով մրցաշարի այս գեր պատասխանատու փուլում, նրանք կարողանում են սեփական հարկի տակ 1-0 հաշվով, նվազագույն հաշվով հաղթել։ Դեռ ավելի նրանք 2 գնդակի առավելություն էին ստացել, բայց մրցավարը չեղարկեց այդ գոլը։ Իդեպ նրանք պահերով այնպես չէ, որ զիջում էին Լիվերպուլին։ Լիվերպուլը իրոք պայքարում էր, բայց Լիվերպուլի գործողություններում ինչ որ սումբուռ եւ անհասկանալի գործոնները ակնհայտ շատ էին։ Հանդիպման մեկնարկում չեմ էլ կարող ասել, թե ինչ էր տեղի ունենում արդեն Գալաթասարայի հետ, նրանք պարզապես սեփական դարպասից դուրս գալ չէին կարողանում։ Մանր փոխանցումներ, փորձ այդ փոխանցումներով, պաշտպանների հետ խաղարկումներով դուրս գալ պաշտպանությունից եւ ամեն անգամ սխալ, եւ թվում էր ամեն նման երկրորդ փորձը պետք է միանշանակ ավարտվի դարպասի գրավմամբ։ Դեռ դրվագներից մեկում անգամ դարպասը մեծ հաշվով բաց էր, դա հանդիպման մեկնարկն էր։ Եթե Լիվերպուլը այդտեղ խփեր, ես կարծում եմ, որ միանշանակ է Լիվերպուլը հաղթելու էր 3-4-5-0 հաշվով։ Սակայն ամեն ինչ փոխվեց։ Երկրպագուները, որը որ Օսիմենին նվիրված մեծ բաներով էին եկել Գալաթասարայի ստադիոն, նրան ոգևորեցին, արդյունքում նա հաղթեց օդային պայքարը, հետո արդեն գլխով հարված Գալաթասարայի հաշվի մեջ առաջ է անցնում։ Կրկնում եմ, երկրորդ խաղակեսում նրանք եւս մի քանի հրաշք պահեր պարզապես կորցրեցին։ Երրորդ հարունման դիմակայությունը սցենարային տեսանկյունից Ռեալ Մադրիդը սեփական հարկի տակ ինչ որ մի կերպ առաջին րոպեները պարզապես կարողանում է քրքաշ դիմանալ։ Ինչ որ մի կերպ նրանք կարողանում են
գնդակ բաց չթողնել։ Ես ձեռքերս ծալած sense նայում եմ, թե երբ է տեղի ունենալու առաջին դարպասի գրավումը։ Վստահ, որ դա լինելու է Manchester City ֆուտբոլիստների կատարմամբ։ Տեղի չի ունենում եւ նորից փորձի հետևից եւ հետո ինչպես ամենաֆանտաստիկ հետաքրքիր սցենարով ֆիլմում բացահայտում ես, որ այստեղ կա մի դերասան, որի խաղը տենց առանձնապես այդ կոնկրետ դիմակայությունում դու չես նկատել կամ չգիտես, որ հենց նրան է բաժին հասել սցենարային հատվածի ամենակարևոր կտորը եւ Valverde-ն հայտնվում է այնտեղ, որտեղ որ պետք է հայտնվի։ Նա ուղղակիորեն ֆանտաստիկ խաղ է ցուցադրում եւ 3-0 Real Madrid-ը ուղղակի շանս չի թողում գոնե այս դիմակայությունում Manchester City-ին։ Այո, City-ն այն մակարդակի ակումբ է այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք կարող են սեփական հարկի տակ ոտ գցել Մադրիդի Ռեալի հետ։ Ռեալն էլ իր հերթին այս մրցաշրջանում հաճախ ինքը իրեն նման չէ եւ հնարավոր է comeback։ Սակայն Valverde-ի առաջ խոնարհում իհարկե ապահովել մենք պարտավոր ենք։ Դրվագներից մեկի մասին եմ ցանկանում խոսել մի դիտարկմամբ, որը ինձ հանգիստ չի տալիս։ Շատերը չնկատեցին, չքննարկեցին դա, որ Դոննարուման դուրս գալով առաջին գոլի դրվագում եւ սահանկում արեց, ինչ արեց, չգիտեմ, փորձելով ավելի շուտ հասնել գնդակին, Valverde-ն նրա կողքով գնդակը նետեց առաջ, մյուս կողքով վազեց, հասավ գնդակին, իսկ Դոննարուման, որը դեռևս տուգանային հրապարակում էր, բավական հեռու այդ գծից, գծանշումից դեռևս հեռու էր, չնայած մեծ արագությամբ մոտենում էր գնդակին, թե Valverde-ին։ Սակայն որոշում կայացրեց, որ այդ սահանկում փրկության փորձի ժամանակ պետք է ձեռքը հետ քաշի։ Դարպասապահ, սեփական տուգանային հրապարակում։ Ձեռքով կարող էր գնդակին թույլատրվում է, պետք չի անպայման բռնել գնդակ, հասկանում եք, կարելի է հրել եւ դուրս մղել այն տուգանային հրապարակից։ Նա ձեռքը հետ քաշեց։ Չեմ կարողանում հասկանալ, ոնց կարելի աշխարհի ամենապրոֆեսիոնալ դարպասապահներից մեկը ինտուիտիվ ռեֆլեքսներով, որոնք որ նրա մոտ պետք է ձևավորվեին, ինչու է նա ձեռքը հետ քաշում։ Միթե նա ամբողջ կյանքը մինչև այդ խաղացել է որպես վերջին պաշտպան։ Եվ այո, վերջին պաշտպանի պես է խաղում, որ սահանկման ես գնում, դե Մարզիչ ջան, դե զգում է էլի, որ ձեռքիս հպման սահմաններին է տենց ձեռքս է հպվելու եւ 11 մետրանոց է նշանակելու։ Այ եղբայր ջան, դու դարպասապահն ես, հպվիր այդ գնդակին, ձեռքով, ոտքով, մարմնի բոլոր մասերով դու կարող ես հպվել եւ փրկել քո թիմին։ Բայց արի ու տես, որ Դոննարուման այդպես չէր մտածում, այդ պահին նա մտածեց, որ որպես դարպասապահ, եթե նա ձեռքով խաղա, 11 մետրանոց է նշանակելու բոլոր ֆուտբոլային կանոններին դեմ։ Դե դա արդեն նրա ճակատագիրն է, դարպասապահների թեմային մենք դեռևս անդրադառնալու ենք եւ դրա նախերգանքը կլինի Ատալանտա Բավարիա դիմակայությունը, որը բերգամասկների հարկի տակ տեղի ունեցավ, այդքան էլ մեղմ ասած, այդքան էլ հաճելի արդյունքով չփսակվեց նրանց համար։ Մյունխենցիները ուղղակիորեն չտեսան իրենց ճանապարհին իտալական այս համեստ, նախկինում համեստ, հիմա արդեն կարելի է ամուր եվրոպական միջին կորիզ ուժեղ ակումբ անվանել նրանց, իհարկե նրանց մոտ բացակայում է մեկ կարևոր բան, դա տիտղոսներն են, եւ Ատալանտան 6-1 հաշվով 1-6 հաշվով, երևի թե այս դեպքում ավելի ճիշտ կլինի սահմանել, 1-6 հաշվով պարտվում է։ Խաղի մասին ասել որևէ բան, կարծում եմ իմաստ չունի, Բավարիան լիգայի փուլը երկրորդն է եղել մրցաշարի աղյուսակում։ Միակ հետաքրքիր ու էական գործոնը կապված է, ինչպես եւ նախանշեցի, դարպասապահի ամպլուայի հետ։ Իսկ ինչ է կապված այս դիրքի հետ։ Մյունխենցիների մոտ վնասվածք ունեն Յոնաս Ուրբիկը, Մանուել Նոյերը, Սվեն Ուլրիխը եւ Լեոն Կլանաչը, բոլոր դարպասապահները, որոնք որ մարզվում են բավարացիների հետ, որոնք որ խաղը ժամանակ են ստանում եւ այնպես է ստացվել, որ մինչև 19 տարեկանների Բավարիայի թիմի դարպասապահ Լեոնարդ Պեսկոտը պետք է որպես միակ ալտերնատիվ հանդես գա Ատալանտայի հետ պատասխան խաղում։ Մի բանը ապահոված է, նրանք ապահովագրված են
գնդակների բավականին լուրջ պաշարի շնորհիվ, հա 5 գնդակի առավելություն եւ ստացվում է որ 16-ամյա այս տղան կարող է դառնալ ամենաերիտասարդներից մեկը, բավական լավ հասակ էլ ունի 196 սանտիմետր։ Իդեպ ասում են, որ նա մարզվել է, հնարավորություն ստացել է ոչ մեկ անգամ, մինչ այս, ոչ թե պայմանավորված այս վնասվածքներով, այլ իր լավ որակների շնորհիվ, հա, Լեոնարդ Պեսկոտը մարզվել է հենց բավարարացիների հետ հիմնական կազմի տղաների հետ միասին աշխատել է, նա ծանոթ է, այսինքն գոնե մարզումային տեսանկյունից նա հասկանում է, թե ինչ է այս մակարդակի ոչ թե խաղը հանդիպում, այլ գոնե մարզումների ճնշումը, հա։ Բայց այս մակարդակում միանգամից Չեմպիոնների լիգային էլ 1-8 եզրափակիչ պատասխան հանդիպումը իհարկե վճռորոշ հանդիպումն է, որքան էլ որ քո թիմը հաղթել է 6-1 հաշվով, իհարկե Լեոնարդ Պրեսկոտը չի ուզենա պարտվել օրինակ 4-0 հաշվով, բաց թողնի գնդակների մի մասը հենց նրա պատասխանատվությամբ հայտնվի բավարարացիների դարպասում եւ իհարկե նրանք որակավորվեն, բայց այ քեզ կարիերայի սկիզբ։ Իսկ նման մի ճոխ եւ անտրամաբանական անգամ բառեր չեմ գտնում ասել դեբյուտ ունեցավ արդեն Կինսկին։ Երիտասարդ եւս մեկ դարպասապահ, չեխ դարպասապահ պաշտպանում էր Տոտենեմի դարպասը եւ Տոտենեմը առաջին դիմակայությունում նույնպես շատ լուրջ եւ խոշոր հաշվով պարտություն կրեց մրցակցի տակ Ատլետիկո Մադրիդից եւ Կինսկին փոխարինվեց հանդիպման առաջին իսկ րոպեներից հետո 17 րոպե ընդհանուր առմամբ չեխ դարպասապահը անցկացրեց Կինսկիի հայտնվելը մեկնարկային կազմում այնքանով տրամաբանված չէ, որ այնտեղ չկա որևէ տրամաբանական շղթա։ Ոչ ոք ինձ չէր կարող բացատրել, թե Վիկարիոյի առկայության պայմաններում, որով որ լավ դարպասապահ է, մի քիչ փոքրամարմին, նրան կարելի է ճնշել դարպասապահի հրապարակում, բայց նա լավ դարպասապահ է։ Ինչու է խաղում Կինսկին։ Ինչու է Տոտենհեմը Չեմպիոնների լիգայի 1-8 եզրափակիչում ապահովում դեբյուտ երիտասարդ չեխ դարպասապահի համար։ Տոտենեմի SMM թիմը այդքանով չսահմանափակվեց, այսինքն Տոտենեմը այդքանով չսահմանափակվեց, նրան միացավ սեփական ակումբի SMM թիմը։ Նրանք հանդիպումից առաջ լուսանկարներ հրապարակեցին, Կինսկին վստահ գնդակը ձեռքին, նայում է սևեռուն հայացքով դեպի հեռուն, վստահ, որ հիմա անցկացնելու է իր դեբյուտային մի ֆանտաստիկ հանդիպում։ Ինչու դա հրապարակել խաղից առաջ չիմանալով թե ինչպես է անցկացնելու դարպասապահը, որ ինչպես ավանդապես են ասում թիմի կեսն է, ես չգիտեմ ինչու է պետք գրել դեբյուտային խաղի մասին, եթե նա հնարավոր է, իսկ այդպիսի բան շատ է եղել, երբ դու ոտքը դնում ես խաղադաշտ, ստանում վնասվածք եւ փոխարինվում, գնում ես հանդերձարան, ճանապարհին ընկնում ես աստիճաններից, քեզ վատ ես զգում, փոխարինվում, նման բաներ հազարավոր անգամներ են տեղի ունեցել։ Տոտենեմը որոշեց հակառակ գնալ սահմանված նորմերին եւ ոչ թե հաջող ու անհաջող հանդիպման դեբյուտային հանդիպման մասին գրել խաղից հետո հետգրությամբ, երբ արդեն գիտես թե ինչ է տեղի ունեցել, այլ հենց խաղից առաջ։ Խայտարակ պաշտպանական գիծ, որոնց գնահատականը միջինում եղել է 5-ից ցածր երևի, թե 5-ից ցածր միանշանակ եղել է Կինսկիի գնահատականը, ով երկու հիմարագույն վրիպում թույլ տվեց, առհասարակ 15-րդ րոպեին դարձավ 3-0, հետո նա փոխարինվեց, կարճ ասած 27-րդ րոպեին, երբ ես այդ հանդիպումը նայում էի, իսկ ինչպես գիտեք, ես Տոտենհեմի երկրպագու եմ, 27-րդ րոպեին հաշիվը խաղում 1-4 էր հօգուտ Ատլետիկո Մադրիդի։ Ես այդքան, ճիշտն ասած, այդ պայս այն կողմ այլևս չձգեցի եւ ստիպված է հիմնական էկրանիս վրա այլ հանդիպում դնել։ Անգամ չեմ էլ հիշում, բայց հեռախոս տարբերակով եմ սկսել հետևել Տոտենեմի խաղը, որևէ հույս չունենալով, որ այնտեղ մի բան ինչ-որ էականորեն կշտկվի։ Եվս մեկ դիմակայությունը, որտեղ որ հարցերի մեծ մասը պատասխան ստացել է։ Շարժվենք առաջ եւ այստեղ խոսենք եւս մեկ իսպանա-անգլիական դիմակայության մասին Նյուքասլ-Բարսելոնա համեստ Նյուքասլը ընդունել է ակումբային ֆուտբոլի հեգեմոններից մեկին Բարսելոնային
հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրել ամբողջ հանդիպման ընթացքում եւ տպավորություն էր, որ արժանիորեն կարող է հաղթել կատալոնցիներին, բայց կատալոնցիները կարողանում են վերադառնալ արդեն լրացուցիչ ժամանակում խփած միակ պատասխան գնդակի շնորհիվ 1-1 այստեղ։ Կրկնում եմ, ներքին համոզմունք ունեի, որ Նյուքասլը ոչ միայն կարողանա պահպանել հաղթական հաշիվը, այլ նաև մեծացնել 2-0, արդարության համար ասեմ, որ նրանք իրոք արժանի էին այն բոլոր դրվագներում, որտեղ որ Բարսելոնան ինքը կարծում էր, որ սա իսպանական միջինից ցածր ակումբ է եւ այստեղ կարելի է հանգիստ գնդակ խաղարկել, դիրքավորվել, նայել որտեղ կան ազատ գոտիներ, ոչ Նյուքասլը ոչ միտեղ դաշտի բոլոր սանտիմետր քառակուսիների համար կռիվ էր տալի։ Անկամ եթե այդ գնդակը նրանք չէին կարողանում պայքարով հետ վերցնել, նրանք դիրքավորվում էին եւ նորից անցնում ուղղակիորեն հարցակվում հոշոտելու նպատակով Բարսայի տղաներին, Բարսայի տղաներն էլ պատրաստ չէին։ Կրկնում եմ, իրանց ընկալմամբ դիմացը իրենց Խետաֆեի, Էլչեի եւ Ալբասետեի մակարդակի ակումբ է, որը հիմնավոր է ոչ։ Փաստացի մենք ունենք անգլիական ակումբներ, որոնք որ բոլորը որակավորվել հասել են այս փուլ։ Իհարկե, եթե դիտարկում ենք այստեղ Մանչեսթեր Սիթի, հաջորդ փուլ հայտնվելն է արդեն կասկածի տակ Չելսին, Լիվերպուլն է անգամ կարողացել պարտվել Գալաթասարային չնայած, այդ թեմայով մի դիմակայություն կհիշեմ, այս մի դիմակայությունում միանշանակ է, որ Բարսելոնան համարվում է ֆավորիտը դիմակայության եւ Բայերն էլ բավականին լավ տեսք ուներ Արսենալի հետ դիմակայությունում, որը նույնպես ավարտվեց 1-1 արդարության համար ասեմ, որ հիրավի Բայերը անսպասելի շատ լավ հանդիպում անցկացրեց, որը նաև առաջնության վերջին խաղերում են նրանք ցուցադրում բազագույնը։ Գլխավոր, ամենակարևոր անակնկալի մասին, սակայն այն բանից հետո, երբ պատմեմ մի նմանատիպ դիմակայության պատմություն Գալաթասարայի եւ Լիվերպուլի միջև, որը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում 2010-ականներին Սպարտակ Մոսկվան խմբային փուլում այն ժամանակ Չեմպիոնների լիգայի 1-1 խաղաց, եթե չեմ սխալվում, անգամ հաղթում էին Սպարտակի տղաները, 1-1 ավարտվեց եւ կային ռուս մեկնաբաններ, որոնք որ լրագրողներ, որոնք ասում էին դե այդքան էլ բարդ չի լինի, ինձ թվում է այս խաղով եթե գնան Անգլիա, այնտեղ ոչ ոքի էլ կորզելն է հնարավոր, անգամ կարող են հաղթել։ Եվ հիշում եմ Սպարտակի տղաներին ոչնչացրեցին 7-0 հաշվով։ Հիմա նմանատիպ ճիշտ ասած սցենար սպասում եմ նաև այս դեպքում Գալաթասարայի եւ Լիվերպուլի, տեսնեմ թե պատմական այս ակնարկ հիշողությունս որքանով ակտուալ կգտնվի եւ որքանով կիրականանա։ Եվ վերջապես այն կարևոր դիմակայությունը, որի մասին մի փոքր ավելի շատ կցանկանայի խոսել, դա նորվեգական Bodø Glimt ֆենոմենի եւ Sporting-ի մասին է, բայց այստեղ ավելի շատ հենց Bodø Glimt-ի ֆենոմենի մասին պետք է խոսենք։ Իհարկե նրանք խմբային փուլը հաղթահարեցին որոշակի դժվարություններով, հայտնվեցին play-off-ում, 23-րդ տեղն են միայն գրավել, սակայն միայն այն, որ նրանք կարողացան այդ սահմանագիծը հատել եւ հայտնվել լավագույնների թվում, արդեն իսկ ողջունելի է, ֆանտաստիկ է։ Նրանք 3-0 կարողանում են հաղթել Sporting-ին, բայց դա էլ իրենց փառահեղության ընդամենը մի մասն է, մինչև այդ նրանք հաղթել էին 3-1 եւ 2-1 հաշիվներով երկու խաղերում էլ Միլանի Ինտերին։ Տպավորություն է, որ նրանք կարող են խաղալ բոլորի դեմ։ Այն դեպքում, երբ նրանք չունեն լեգիոնականներ գրեթե, դարպասին Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող դարպասապա մի քանի դանիացի ֆուտբոլիստներ եւ մեծ հաշվով բոլորը նորվեգացի, ինչպես ընդունված է ասել, no-name ֆուտբոլիստներ։ Նրանք խաղում են այնպես, ինչպես չի կարող խաղալ եւ գեթ մեկ այլ ակումբ։ Ուղղակի ֆենոմեն այն պայմաններում, երբ Նորվեգիայի առաջնությունը նոր է մեկնարկում, չգիտեմ, մեկնարկել է թե չէ, մինչ այդ նրանք միայն եվրագավաթային մեծ լուրջ հանդիպումներ էին անցկացրել։ Մի քանի ամիս առանց խաղային պրակտիկայի։ Նրանք խաղում են եվրոպական գրանտների հետ, պարզապես ճխլում ոչնչացնում նրանց։ Բացատրություն ունի այս ֆենոմենը, չգիտեմ։ Ունի աշխատասիրություն, նվիրված խաղ, խելացի խաղ, առանց ավելորդությունների։ Հուսամ մի օր կլինի, երբ Bodø Glimt-ի մասին մենք խոսենք ավելի
ընդհանրական, ավելի ամբողջական եւ հնարավորություն կլինի այդ ֆենոմենի ներքին յուրահատկությունները բացահայտել, հավատացնում եմ դա եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում ֆանտաստիկ նախադեպ է, նմանը, չգիտեմ, այլևս կլինի եւ հետաքրքիր է այս պատմությունը մինչեւ ուր կարող է գնալ։ Թերևս այսքանը, գալիք 2 օրերի ընթացքում այսօրվանից, երբ այս եթերը դուք տեսնում եք, այդ պայից սկսած Չեմպիոնների լիգան ընթացք է հավաքել 1/8 եզրափակչի տեսանկյունից, հայտնի կդառնան մոտակա ժամերի ընթացքում քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները, հետաքրքիր զույգեր միանշանակ ձևավորվելու են։ Ինձ համար հետաքրքիր է այդտեղ տեսնել, քանի անգլիական թիմ կլինի, արդյոք 4 թե ավելի քիչ։ Թերևս այսքանը Չեմպիոնների լիգայից եւ հանդիպման վերջնամասի համար, ինչպես հիշում եք, պատրաստել ենք մի հետաքրքիր փոքրիկ անդրադարձ արդեն Ֆորմուլա 1-ին, բոլոր նրանց համար, ովքեր որ ավտոմոտոսպորտի երկրպագու են։ Բոլոր նրանք, ովքեր որ սիրում են հետևել Ֆորմուլա 1-ին, այս տարին արդեն մեկնարկել է երկրորդ Grand Prix-ն եւ այն ընդունեց Շանհայ, Չինաստանի մրցափուլը տեղի ունեցավ, հաղթեց կարիերայում առաջին անգամ պոդիումի առաջին հորիզոնականին կանգնեց իտալացի Կիմի Անտոնելին։ Շատերի համար իտալական օրհներգը, որը ուղղակիորեն միշտ կապ է ունեցել Ֆորմուլա 1-ի հետ, պայմանավորված Ֆերարիի հաջողություններով, վերջին շրջանում սենց մի տեսակ կարելի ասել կաղում էին, սակայն Կիմի Անտոնելին արդեն որպես իտալացի ավտոարշավորդ հետ բերեց Իտալիայի օրհներգը, պատվո երկրորդ հորիզոնականին կանգնեց Ջորջ Ռասելը, Mercedes թիմի երկրորդ ավտոարշավորդը, երրորդում Լյուիս Հեմիլտոնն էր, որը ամբողջ մրցարշավի ընթացքում ֆանտաստիկ պայքար ապահովեց իր թիմակից Մոնեգասկ Շարլ Լեկլերի հետ միասին։ Կարելի ասել, ընթանում էր այդ մրցարշավը Շանհայում եւ առանձին դիմակայություն Ֆերարի թիմի երկու ավտոարշավորդների միջև, կրկնում եմ, ամբողջ ընթացքում։ Ֆանտաստիկ գեղեցիկ էր այդ ամեն ինչը դիտելը, մի քանի շրջան, երբ միջնամասում Grand Prix շարունակվեց այդ պայքարը, միմյանց կարողացան շրջանցել, ինձ մոտ մի պահ տպավորություն էր, որ երբ թվաց, թե միջնամասում, կրկնում եմ, Լյուիս Հեմիլտոնը ամրապնդվել է երրորդ տեղում, Ֆերարի թիմից կասեն, որ դադարեցրեք, վտանգ կա, որ դուք կարող եք պարզապես իրար խփել եւ երկուսդ էլ լքեք պայքարը, նմանատիպ դեպքեր շատ են եղել, հավատացնում եմ, որ ես տենց ներքին ինչ-որ ռադիոկապի հրահանգի էի սպասում, բայց մեկ էլ այդ պահին լռությունը ճեղքեց Շարլ Լեկլերի խոսքերը, որ ինչ հաճելի պայքար է։ Գիտեք, ես հաճույք եմ ստանում Լյուիս Հեմիլտոնի հետ այս երրորդ տեղի համար պայքարում։ Եվ դա ինչ շոկի ենթարկեց, ճիշտն ասած, հակված էի մտածելու, որ տեղ-տեղ իհարկե արդեն շատ մոտ է այն սահմանագիծը, որտեղ անիվներով շուտով բախվելու են, իրար չեն զիջելու, արդյունքում կրկնում եմ, լքելու են երկուսն էլ։ Դա տեղի չունեցավ, եւ նախ եւ առաջ շնորհավորենք երիտասարդ Կիմի Անտոնելին առաջին հաղթանակի կապակցությամբ, գումարեց սեփական միավորներին եւս 25-ը, իսկ հիմա էլ ավելի կարևոր F1-ի երկրպագուների համար, քանի որ ամբողջ ապրիլի ընթացքում փաստացի մենք Ֆորմուլա 1-ի որևէ մրցարշավ ականատեսը չենք լինելու։ Ինչու՞, քանի որ մեր տարածաշրջանը ինչ որ դարձել է տեկտոնական պատերազմների գոտի եւ չեղարկվել են գոնե այս փուլում Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան, որոնք որ պետք է հաջորդեին Ավստրալիային ու Չինաստանին, FIA-ն նման որոշում է կայացրել, կարծում եմ հիմնավոր է, չեղարկվել են նաեւ Ֆորմուլա 2-ի, 3-ի, Ֆորմուլա Ակադեմիայի, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, այնտեղ մրցարշավերը, որոնք որ էլի այդ երկրներում են տեղի ունենում, մինչև Ֆորմուլա 1-ին են նախորդում եւ հասկանում եք, որ այս էքստրեմալ պայմաններում FIA-ն պետք է հասկանա, որ մրցարշավերի քանակը նախ եւ առաջ ամբողջ տարվա կտրվածքով փոխվում է, դա միանշանակ պայքարի վրա է ազդելու, 24-ից դառնում են 22-ը ու ստացվում է, որ հաջորդ Grand Prix-ն, որը տեղի կունենա, դա
Ճապոնիան է, Ճապոնիայից հետո հաջորդը կլինի արդեն Մայամին, ԱՄՆ-ում, դա արդեն մայիսի 3-ին։ Նման ցավալի իրադարձություններ ու զարգացումներ Ֆորմուլա 1-ի երկրպագուների համար, բայց դե ինչ արած, այն աշխարհում, որոնք որ մենք ապրում ենք, կարծում եմ շատերդ եք հասկանում, որ սա իրոք միակ տրամաբանական լուծումն է թվում եւ այս որոշումը միանշանակ կարելի է հասկանալ ու արդարացնել։ Բահրեյնը մանավանդ կարծում եմ հնարավոր է անգամ գալիք տարի չկարողանա ընդունել այս մրցարշավի իր Grand-Prix-ին, իր փուլը, քանի որ այնտեղ կարծում եմ վերականգնելու եւ նորից կյանքի հետ գալու բազմաթիվ խնդիրներ առկա կլինեն։ Մանավանդ եթե Իրանի դեմ այս ամերիկյան ոտնձգություն, ասեմ, պատերազմի հրահրում, ասեմ, ինչ ասեմ, ավելի երկար տևի, քան նախատեսված էր, կամ թվում էր, թե նախատեսվում է, քանի որ Ամերիկան այնպիսի տոներով էր այս իրադարձությունների մասին խոսում, թե թվում է, թե մի քանի օրվա տևողությամբ ինչ որ ռազմական գործողություն է, որ բոլոր հարցերի պատասխանը տալու է, բայց դե մեր տարածաշրջանը ինչ որ կրկնում եմ տատանումների եւ պատերազմների անհասկանալի գործողությունների եւ պատճառաբանությունների տեսանկյունից նույնպես անհասկանալի իրադարձությունների թաթերաբեմ է այս պատմական փուլում հիշեցնում։ Դե ինչ սպորտն էլ ցավոք սրտի այդ ամեն ինչ անմասն չի մնում, իսկ այդ բոլոր իրադարձությունները մենք քննարկում ենք Sport Podcast Թեթանոսի հետի շրջանակներում այս շաբաթվա համար առանձնացրել էինք այսքանը, կհանդիպենք գալիք շաբաթ։